Նիկոլական պիզդաբոլը բռնվել է ստի և զրպարտանքի վրա։ Հիմա երևի հարց կտակ ինքներդ ձեզ, ինչ անակնկալ, որ նիկոլական պիզդաբոլը ստի և զրպարտանքի վրա է բռնվել վերաբերյալ Արցախի հերոսների։ Ռոման Բաղդասարյան անունով էս երևույթը Կարեն Ջալաֆյանին, Արցախի հերոս, եղնիկների հրամանատար, զրպարտող տեքստ է հրապարակել մի քանի ամիս առաջ, վարկաբեկող, սուտ և ինչպես յուրաքանչյուր և շարքային նիկոլական պիզդաբոլներին բնորոշ, իհարկե չի ներկայացրել որևէ հղում, որևէ աղբյուր, այսինքն ադրբեջանցիներին դուր գալու տեքստ է Ռոման Բաղդասարյանը հրապարակել։ Հիմա դատարանը բավարարել է Կարեն Ջալաֆյանի դիմումը, որ Ռոման Բաղդասարյան անունով այդ երևույթը պետք է իր ֆեյսբուքյան էջում հերքում անի, ինքնախոստովանություն անի, պարզապես պետք է ասի, որ սիրելի հետևորդներ, ինչպես դուք գիտեք, ես շարքային նիկոլական պիզդաբոլ եմ և բոլոր իմ զրպարտող մեղադրանքներն ու զրպարտանքները Կարեն Ջալաֆյանի նկատմամբ բացահայտ սուտ էին և չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն տիպիկ նիկոլական պիզդաբոլ, դիտենք։ Հերքման տեքստը պետք է հրապարակվի հետևյալ բովանդակությամբ. Հերքում Կարեն Ջալավյանի քյոխի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ։ Ես Ռոման Բաղդասարյանս հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Facebook սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը քյոխը գողացել է զինվորների սնունդը և նրանց առանց ջրի պահել, եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները։ Հիմա երևի հարց է առաջանում, այդ դեպքում ինչ նպատակ ունի նիկոլական այդ սուտ բերանները, Ռոման Բաղդասարյաններ, շատ իմանամ ելով կա այնտեղ, Ստյոպա Սաֆարյաններ, Արամ Ավետիսյաններ, բոլոր այդ նիկոլական պիզդաբոլները, ինչ նպատակ են հետապնդում այսպիսի սուտ և զրպարտող նյութեր հրապարակելու։ Հիմնական նպատակը երևի այն է, որ պատկերացրեք, ասենք մարդ, որ տենց սուտ, տենց լկտի սուտ է հրապարակում մարդու մասին առանց որևէ ապացույց, ինձ թվում է բոլոր նիկոլական այդ քարոզիչներն ու պիզդաբոլները առաջնորդվում են հետևյալ սկզբունքով. մի հատ սուտ հրապարակեմ, մի 1000 հոգի այդ սուտը տենա, այդ 1000 հոգուց 998 հոգին հասկանա, որ էսի սուտ է, որ ես պարզապես սուտ բերան նիկոլական եմ ու որևէ ապացույց չեմ ներկայացնում, բայց եթե այդ 1000 հոգուց գոնե մի 2 հոգի, 2 դալբայոբ կարելի է ասել, հավատա իմ ստին, ու այդ 2 դալբայոբը բերնից բերան տարածի հաջորդ 2 դալբայոբներին և այդպես շարունակ, արդեն էդի իմ համար բավարար է։ Այդ սկզբունքով են երևի առաջնորդվում բոլոր այդ նիկոլական զրպարտիչներն ու այդ քարոզիչները։ Հիմա պատկերացրեք ինչքան տենց թեզեր են արդեն տենց շրջանակվել մարդկանց մեջ, ոչ թե միայն Կարեն Ջալաֆյանի նկատմամբ, այլ ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր որ Արցախում, Արցախի հակամարտության ժամանակ ինչ-որ դերակատարություն են ունեցել, դրական դերակատարություն են ունեցել, պատկերացրեք ինչքան տենց ստեր է պտտվել հայերի մեջ, որ սրա նման որևէ մեկը տենց պատասխանատվության չի ենթարկվել։ Ես կարծում եմ շատ։
շատ։ Երևի 90% է ինչ որ մարդիկ խոսում են, որ Արցախում սենց ծախել են հրամանատարները, էս են արել, են արել։ Էս տիպի նիկոլական պիզդաբոլների բերնից դուս եկած տենց ինչ որ հայտարարություններն է, որին որ մենք բավականին երկար ժամանակ ուշադրություն չենք դարձրել ու ասել ենք այս օրի